Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեցին Հայաստանի արտգործնախարարը եւ Եվրամիության բարձր հանձնակատարը Կայա Կալասն ասաց. I came here with a clear message. The EU and Armenia have never been as close as we are now. Ես այստեղ եմ հստակ ուղերձով. Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա. We very much welcome your readiness to deepen our partnership. Հայտարարվեց նաև, որ Հայաստանի եւ Եվրամիության միջև տրվել է անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը, որ ստորագրվել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու համաձայնագիրը եւ որ Հայաստանն ու Եվրոպական միությունը ավարտել են նոր գործընկերության օրակարգի շուրջ բանակցությունները. I'm also very pleased today to announce a political agreement between negotiators. Ուրախ եմ հայտնել նոր գործընկերության օրակարգի շուրջ քաղաքական համաձայնության մասին, որը սահմանում է մեր առաջնահերթությունները տնտեսական զարգացման, անվտանգության եւ դիմակայության ոլորտներում։ Եվրամիությունն այս նպատակով տրամադրում է 270 միլիոն եվրո 2024-2027 թվականների համար։ Արդյոք Հայաստանը կստանա Եվրամիության խաղաղության հիմնադրամից լրացուցիչ աջակցությունը։ Հայաստանն անցած տարի առաջին անգամ ստացավ 10 միլիոն եվրոյի գումար, բայց մեծ դժվարությամբ։ Երկար ժամանակ Հունգարիան դեմ էր, վետո էր կիրառում, սակայն անցած տարի երկար բանակցություններից հետո ի վերջո հաջողվել էր հաղթահարել Բուդապեշտի դիմակայությունը։ Այս մարտին էլ հենց Կայա Կալասն էր հայտարարել, որ Եվրամիությունը դիտարկում է նույն հիմնադրամից Հայաստանին եւս 20 միլիոն եվրոյի օժանդակության տրամադրումը, ինչ փուլում է գործընթացն ու արդյոք դարձյալ Հունգարիան վետո է կիրառում. European Union is 27 Եվրոպական միությունում 27 ժողովրդավարական պետություններ են եւ դա բարդացնում է որոշումների ընդունման գործընթացը։ Սակայն ի վերջո մենք միշտ հանգում ենք որոշումների։ Երբեմն մի երկիր կարող է արգելափակել ու հաճախ հենց մի երկիր էլ արգելափակում է, բայց երբեմն այլ երկրներ էլ իրենց տեսակետն են բարձրաձայնում։ Սա շարունակական գործընթաց է եւ մենք փորձում ենք լուծումներ գտնել, այնպես որ այո, մենք դեռ որոշման չենք հասել, բայց աշխատում ենք լուծում գտնելու ուղղությամբ։ Ըստ Կայա Կալասի, Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել են նաև Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի շուրջ զարգացումները, մասնավորապես Ռուսաստանի հիբրիդային գործողությունները բոլոր հարևան երկրներում։ Armenia's commitment to democracy and freedom is key. These values must be Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանն ու ազատություններին առանցքային են, եւ այս արժեքները պետք է պաշտպանվեն, հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության եւ արտաքին միջամտությունների պայմաններում։ Այս կարևոր պահին ուրախ եմ հայտարարել, որ մենք անկախ մամուլի համար զգալի ֆինանսավորում կապահովենք, որ նրանք Հայաստանում պահպանեն իրենց գործունեությունը սատարելով ժողովրդավարությանն ու դիմակայունությանը։ and defend these shared values. Thank you. Каноническую тысячелетнюю армянскую апостольскую церковь вызывают серьезнейшую озабоченность. Հարց հնչեց նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների եւ եկեղեցու միջև հակամարտության մասին։ Լավրովը նշել էր, որ դա իհարկե Հայաստանի ներքին հարցն է, բայց մեջբերեմ հազարամյա հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ իր գործընկերոջ տեղեկությունը ճիշտ չէ, եկեղեցին եւ Հայաստանի իշխանությունները պայքարի մեջ չեն։ Այն ինչ նկատի ունի պարոն Լավրովը հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը ուրեմն խառնվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու եւ համաձայն արդեն մեր իրավապահ մարմինների ոչ ուրեմն իրավական ձևով այդ մասնակցություն ունենալու ցանկության, այն է, եթե ավելի ուղիղ ասենք, ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ նախաձեռնելու շուրջ դրանց կամ այդ երևույթը, այդ դեպքը եւ կրկին ուզում եմ ընդգծել, սա իրավական process է եւ սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ինչպես դուք մեջբերեցիք իրավացիորեն, պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ներքին քաղաքականությանը
Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը բանակցությունների ընթացքում անդրադարձել են նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններին։ Եվրամիության բարձր ներկայացուցիչն ասում է, Բրյուսելը ողջավորված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացով եւ կցանկանար որքան հնարավոր է շուտ տեսնել գործընթացի վերջնականացումը։ Խաղաղությունն ու կայունությունը նաև իրենց շահերից է բխում, օրինակ Եվրամիության եւ Կենտրոնական Ասիան կապելու տեսակետից։ Մենք աջակցում ենք երկու երկրների միջև կարգավորմանը, հիմք ընդունելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիության սկզբունքները։ Այս սկզբունքներին այլընտրանք չկա։ Մոտ 4 ամիս առաջ հայտարարվեց, որ համաձայնություն կա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ, սակայն այդ հայտարարությանը այլ գործողություններ չհետևեցին։ Ադրբեջանը շարունակեց իր նախապայմանները պնդել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ Հայաստանի սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարությունը մինչ այս հայտարարում է, որ ադրբեջանական կողմի հետ շփումների մեջ են, ինչի շուրջ են շփումները եւ պայմանագրի համաձայնեցումից հետո ինչ փուլում է գործընթացը։ Արարատ Միրզոյանն ասաց, Ադրբեջանի առաջ քաշած հարցերը չեն կարող նախապայման լինել։ Իրենք բազմիցս հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը Ադրբեջանի առաջ քաշած երկու մտահոգություններն էլ փարատում է եւ շփումները հենց այդ մասին են։ Եվ ես հույս ունեմ, որ ի վերջո այդ շփումները, այդ բանակցությունները կհանգեցնեն եւ պայմանագրի ստորագրմանը եւ մնացած մյուս հարցերի լուծմանը։